Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն իրականացվում են 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում ըստ դիմելիության կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։ Շաբաթ եւ կիրակի սահմանվել են հերթապահություններ ժամը 10-ից 4-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա անկախ կցագրումից եւ գրանցվել պատվաստման համար։ Պատվաստումներն իրականացվում են նաև շարժական պատվաստումային կետերում, ինչպես Երևանում, Հյուսիսային պողոտայի, Դալմամոլի, Մեգամոլի, Ռոսիամոլի եւ Կասկադի հարակից տարածքներում, այնպես էլ մարզերում, Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն։ Սիրելի բարեկամներ, բժիշկը չի կարող կայանալ առանց կրթության, բժշկի կրթությունը տևում է ամբողջ իր կյանքում եւ ինչպես է դա կազմակերպված առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտում, կխոսենք դրա մասին ինստիտուտի տնօրեն դոկտոր Ալեքսանդր Բազարչյանի հետ։ Դոկտոր Բազարչյան, բարև ձեզ, շաբաթ օր է, մի քիչ ոնց որ ասած հանգիստ ենք, այսպես կոչված ռելաքսի վիճակում, իսկական ժամանակն է, որ մի թեթև խոսենք անցյալ տարվա մասին, որովհետեւ մեզ մոտ տարիներով է բաժանվում, օրինակ ուսումնական տարի Առողջապահության ազգային ինստիտուտ, ուսումնական տարի, նոր ստեղծված ամբիոններ, այդ ամեն ինչը տեղի է ունենում շատ լուրջ իրավիճակում, օրինակ պատերազմ եղավ, կովիդն է շարունակվում, այնուամենայնիվ ինչ-որ առաջընթաց ունենք ուսումնական process-ում եւ այլն։ Կարող եք նկարագրել անցյալ տարին, թե ոնց անցավ ինստիտուտի համար։ Ուսումնական տարին դա Աշուն 20 թվականի աշնան սկսեց, բնականաբար սեպտեմբերի 1-ից, իսկ մեր ինստիտուտում հոկտեմբերի 1-ից, որտեղ սեպտեմբերը դա քննությունների ամիս է, իսկ ուսումը սկսում է հոկտեմբերի 1-ին։ Դուք արդեն պատկերացնում եք ամիսը հոկտեմբերի 1, 20 թվական եւ նոր կլինիկական օրդինատորների մի մասը հայտնվեցին զինված ուժերում, հայտնվեցին առաջնագծում, հայտնվեցին կովիդի առաջնագծում եւ այլն, բայց պետք է ասեմ, որ իրենք անցան շատ հզոր փորձություն եւ շատ մեծ պատվով դուրս եկան իրավիճակից։ Ցավոք սրտի պատերազմի ընթացքում եղան կորուստներ մեր ուսանողներից, այնուամենայնիվ մենք ավարտեցինք ցավոք սրտի կորուստով, բայց բավականին ուսումնական տեսանկյունից բավականին հաջող։ Ինչ վերաբերում է նոր ուսումնական տարվանը, դուք գիտեք, արդեն նկատել եք, այս շաբաթ սկսեցին քննությունները ընդունելության եւ մեծ թվով մենք ունենք դիմորդներ։ Իհարկե ոչ բոլորն են կարողանում հաղթահարել ընդունման շեմը եւ ոչ բոլորն են կարողանում անցնել եւ սովորեն շարունակեն իրենց ուսումը, բայց վստահ եմ, որ ապագայում նրանք նույնպես էլի կդիմեն եւ մի տարի հետո ավելի շատ կպարապելով կկարողանան ընդունվեն եւ իրենց ուսումը շարունակել մեր ինստիտուտում։ Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ հիմա կրթական process-ում փորձենք խորացնենք բուն ուսումնական process-ը, ավելի արհեստացնենք կլինիկական օրդինատորների պրակտիկ աշխատանքների մասը, ավելի մոտեցնելով աստիճանաբար արևմտյան ռեզիդենտական դպրոցի մոտեցումների, հետեւաբար մենք շատ կլինիկական օրդինատորներ ընդունելու նպատակ չունենք, որովհետեւ պետք է այնքան լինի, ինչքան հնարավոր է կրթել իրենց, ստեղծել պայմաններ, որ իրենք հիվանդանոցում համապատասխան պրակտիկայել ունենան հիվանդանոցներում, բուժհաստատություններում, այդ իսկ պատճառով մենք քանակի մեջ ենք լավ դոկտոր Բազարչյան, որ դու կարողանում ես եղած շատ կլինարդինատորներ հավակնողներին ընտրես լավերին։ Եթե դու ունես քաղաքականություն, որ բոլորին եկեք ընդունենք մենակ թե շատ լինեն, այդ ժամանակ միգուցե կան այդպիսի ապագա կլինարդինատորներ, քանի չունեն պահանջ ուսման եւ իսկ կարելի է հիմա կլինիկական օրդինատորները ընդունվում են, ասենք ընդունվում են օրդինատուրա, բայց նաեւ տարվա ընթացքում ատեստացիոն քննությունների ընթացքում են բավականին շատ ուսանողներ դուրս մնում, որոշ չափով ավելի շուտ ուսանողներ դուրս են մնում, չհաղթահարելով առաջի ատեստացիայի շեմը կամ երկրորդ ատեստավորման շեմը, դա շատ կարևոր գործիք է դրած։ Երևի թե ավելի մանրամասն կրթական ծրագրերի մասին դուք կզրուցեք նաև մեր կրթական պատասխանատուների հետ, որտեղ ես չէի ուզենա բոլորի ավելի արհեստավարժ կլներ, եթե դրա մասին խոսեին եւ ամբիոնի վարիչները եւ խոսեին այլ դասախոսները եւ խոսեին ուսումնական մասի պատասխանատուները։ Շատ հին պատմություն է, բայց ես հիշում եմ առաջի անգամ դեռ չկային մասնավոր բժշկական ինստիտուտներ եւ ինձ առաջարկեցին մասնակցել նոր ինստիտուտ ստեղծելուն եւ ասացի, ես ասեցի չեմ ուզում, բա ինչի։
որտեւ ասի մի հատ ուսանող անգամ եթե ընդունեցիր, դու պետքա 6-7 տարի իրան վերես հասնես, այսինքն չես կարող ասես, չէ, չեմ ուզում էլ, եկեք այդ գործը չանենք։ Հիմա Առողջապահության ազգային ինստիտուտը արդեն այն թափն է հավաքել ուսումնական իր կրթական process-ում, որ ոնց որ ասած արդեն կանգնել չի լինի եւ պետք է ընդհակառակը ամեն ինչ անել, որ ուրեմն այդ որակը բարձրանա, մեզ ամոթ չլինի այդ մեր մենք չգիտենք ինչ, եթե իհարկե վատ կազմակերպվի այդ ուսումնական process-ը կամ ինչ որ ազդեցությունների տակ, հնարավոր է ամեն ինչ հնարավոր է այս աշխարհում եւ կանգնել հնարավոր է, բայց եթե սա էվոլյուցիոն ճանապարհով գրագետ կազմակերպվի, ապա անշուշտ կանգնացնել ուսումնական process-ը կանգնացնել սխալ կլինի եւ կարծում եմ որ ոչ մեկ չի ուզում դա ոչ մեկ չի ուզենա դա անի, ենթադրում եմ, բայց այնուամենայնիվ կարեւոր է որ process-ները այս մի քանի տարվա ընթացքում շարունակաբար ուժեղացվեն, հզորացվեն եւ հարստացվեն։ Դոկտոր Բազարյան, այնուամենայնիվ բժիշկներն էլ են անցնում վերապատրաստումներ, միայն կլինարդինատորներով չի եզրափակվում Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական մասը, կարող եք ասել, ինչ որակային փոփոխություններ են եղել վերջի տարիներին բժիշկների վերապատրաստումների հարցում։ Դոկտոր Դավիթ, ուզում եմ մի բան ասեմ, որ խոսքը գնում է լրացուցիչ կրթական ծրագրերի մասին, շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի մասին, որոնք նույնպես ըստ էության լրացուցիչ կրթական ծրագիր է, կամ լրացուցիչ կրթական ծրագիրը նույնպես շարունակական մասնագիտական զարգացման ծրագրային ձև է եւ այսպես ասեմ, անշուշտ շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի ներդնումը դա շատ լավ եւ ժամանակակից գործիք էր, որը կիրառվեց, որը ընդունվեց, ստեղծվեց եւ սկսեց կիրառվել Հայաստանում եւ ոչ միայն տրադիցիոն վերապատրաստման 7 շաբաթ, 5 շաբաթ կամ ֆիքս ժամանակաշրջանի վերապատրաստման դասընթացներն են, նաեւ կարճաժամկետ 1 օրվա, 2 օրվա, 5 օրվա շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումներին մասնակցեն, որը նույնպես իրենց մեջ պարունակում է կրթական տարեր, գիտական տարեր, մարդիկ զարգանում են, բժիշկները զարգանում են, դրանք եւ վեբինարների ձևով են իրականացվում, դրանք իրականացվում են եւ լսարանային դասերի միջոցով մենք նախատեսում ենք նույնպես հոկտեմբերից, սեպտեմբերի վերջից նաեւ մի շարք դասախոսությունների միջոցով կրեդիտավորված բարձր մակարդակի մասնագետների, այդ թվում նաեւ ներգրավելով արտերկրի մեր փորձագետներին եւ այլն, դուք հիշում եք անցյալ տարի, օրինակ, ողջ տարին մենք բավականին ակտիվ համագործակցելով Սփյուռքի հետ շատ ուժեղ ուսումնական ծրագրեր իրականացրեցինք, իհարկե Սփյուռքի մեր գործընկերների աջակցությամբ, COVID-ի հարցերում, պատերազմի ժամանակ դասընթացներ իրականացրեցինք, մեծ քանակով բժիշկներ վերապատրաստվեցին, դարձան եւ այլն, COVID-ի, ոչ թե չդարձան վարակաբաններ, ոչ, իրենք անցան ուղղակի արդի հիմնախնդիրները COVID-ի եւ այդ թվում նաեւ թերապևտներ, ուսումնասիրեցին COVID-ի հետ կապված այո, անցան մանրամասնորեն COVID-ի վերաբերյալ դասընթացներ, հոսպիտալային համաճարակականության հետ կապված դասընթացներ անցան եւ այլն եւ այլն։ Եթե խոսեցին COVID-ի մասին, հիմա COVID-ը շարունակվում է, ցավոք սրտի, եւ ամենաարդիական հարցը ամբողջ աշխարհում պատվաստումներն են։ Առողջապահության ազգային ինստիտուտը հիմնականում մասնակցում է կազմակերպելով շարժական պատվաստման կետերը, որոնք կարելի ասել այդ ամեն ինչի ֆասադն են, որովհետև այն ինչ որ կատարում է պոլիկլինիկաներում, շատ լավ է, մարդիկ գնում են, մենք ողջունում ենք դա, բայց ամեն դեպքում մարդիկ փողոցով քայլելուց տեսնում են մեքենա, տեսնում են ուրեմն բժիշկներին, քույրերին, որոնք կազմակերպում են անմիջապես պատվաստումները։ Ինչ կարող եք ասել այդ հարցում ինչ դեր է խաղում առողջապահության։ Իմ կարծիքով շատ կարևոր է պատկերացնել պատվաստումների անհրաժեշտությունը, որտեղ եթե մենք դեռ երկար ժամանակ ապրելու ենք COVID-ի պայմաններում, այսինքն COVID-ը մեր հետ է արդեն, այլևս սա ինքը մեր հետ է։ Եվ պատվաստումը այստեղ շատ կարևոր գործիք է, որպեսզի մենք չմնանք հերթական ալիքի տակ։ Մենք տեսնում ենք, որ եթե այն երկրները, որոնք հաջողությամբ պատվաստման ծրագրեր են իրականացրել, իրենք մեծ ալիքների տակ COVID-ի չեն ընկնում, իրենց մոտ ավելի ազատականացվում է տնտեսությունը այդ պահին։
ավելի բաց է անգամ սպորտային միջոցառումներն են ավելի բաց, օրինակ վերցնեք ֆուտբոլային խաղերը լատին ամերիկյան երկրներում, երբ որ ֆուտբոլային խաղում, այս շաբաթվա մեջ Արգենտինա-Բրազիլիա խաղը դատարկ տրիբունաների առջև էր մեկ, երկրորդ որտեղ շատ լուրջ ալիքի տակ է Բրազիլիան, Լատինական Ամերիկայում ալիքը մեծ է։ Եվ անգամ երկու ֆուտբոլիստի կալանավորեցին կոവിഡ്ի անվտանգության կանոնները չպահպանելու համար, հենց դաշտից խաղը ընդհատվեց եւ իրենց տան կալանավորել մի քիչ այդ եմ ուզում ասեմ։ Եվ մյուս կողմից նայեք Միացյալ Թագավորությունում, Բրիտանիայում Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը անցնում են ֆուտբոլասերներով լիգ ստադիոններում եւ նույնը կարելի ասել Միացյալ Նահանգներում այս տարի կսկսի բասկետբոլի առաջնությունը եւ այնտեղ անգամ նահանգներ կան, որտեղ պատվաստվածներին թույլատրվելու առանց դիմակի մասնակցել, նստել եւ ազատ է մուտքը եւ կարողանում են դալիճները կլինեն սպորտասերերով լիգ։ Հասարակ մի բան, այնտեղ լոկդաունի պայմաններ են, այստեղ պատվաստված երկիր եւ դեռ պատվաստվող երկիր։ Ինչ վերաբերում է բաց տարածքներում այդ կետերին, դենթարսը ձեր դրանն էր վերաբերվում։ Մեր ինստիտուտին հանձնարարվել էր կազմակերպչական աշխատանքներ իրականացնել մի քանի պատվաստակետի հետ կապված Երևան քաղաքում։ Դրանք Հյուսային պողոտաներ, երկու մոլերը եւ Կասկադը։ Շատ կարևոր բան տեղ ունեցավ, պատվաստումը դառավ տեսանելի, նախ բաց օդյապատվաստումը ինքը ամենաանվտանգ երևի կարելի ասել պատվաստումներից է։ Մյուս կողմից էլ պետք է ասեմ, որ մարդիկ տեսան, որ այդ պատվաստումից ոչ մի վտանգավոր բան չկա, մարդիկ կանգնած են, պատվաստվում են, գնում են եւ ոչ մի չիպավորում, ոչ մի այլ Պարկասու չիպավորման թեման մի քիչ կամած մարեց, այն որ պատվաստումից կարան մահանան, էդ էլ ոնց որ չկա, հիմա ասում են 2 տարուց եք մահանալու։ Դե էդ էլ կարող ասեմ 10 տարուց կլինեն փոփոխություններ, որոնք մի խոսքով մենք բժիշկներով վստահ ձևով, վստահ շարունակում ենք պատվաստումները կատարել, որովհետև շատ լավ հասկանում ենք, թե ինչ կլինի, եթե չանել ու ինչ կլինի, եթե մենք ուղղակի անենք, թե ինչ դրական։ Մի անգամ խոսակցության մեջ դուք ասեցիք, հաշվարկել էիք, թե Հայաստանում, եթե չեմ սխալվում, դուք ասեցիք, թե ապրիլից կար հնարավորություն պատվաստվելու, հիմնականում եւ այլն, բոլորը կարող էին ապրիլից պատվաստվել եւ իրոք պետք է նայել թվերին եւ պատկերացնել այն մարդիկ, ով որ մահացան կոവിഡ്ից, իրենք եթե պատվաստվեին, նշան մահանա։ Այո։ Դա շատ լուրջ ինդիկատոր է։ Նայեք վիճակագրությանը եւ տեսեք, որ իրենք պատվաստվեին։ Լավ մի հավատացեք, որ չէին մահանա, բայց գոնե մի մասը հաստատ չէր մահանա։ Շնորհակալություն դոկտոր Բազարյան, մենք շարունակենք մեր հանդիպումները, սիրելի բարեկամներ, պատվաստվել թե չպատվաստվել, հղիներին պատվաստվել թե չէ, դրա մասին է մեր տեսանյութը։ Ամռան երկրորդ կեսից առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են COVID-ի նոր մարտահրավերի մասին։ Ամեն օր գրանցվող վարակման դեպքերի կտրուկ աճն ու հիվանդության առավել ծանր ընթացքը հիմնականում պայմանավորում են նոր շտամով։ Նոր վիրուսը շատ ավելի ագրեսիվ է, ախտարում է շատ ավելի երիտասարդ պացիենտներին եւ զարգանում է, կարելի ասել, արագ, գերարագ եւ կայծակնային ընթացքով։ Վարակման դեպքերը վերջին ամիսներին անհամեմատ մեծ են նաև հղիների շրջանում։ Մի քանի րոպե առաջ տեղի ունեցավ կոവിഡ്ով հիվանդ ծանր հղիի ծննդալուծում։ Փառք Աստծո, այս անգամ ծննդալուծումը ավարտվեց բարեհաջող, ունեցանք առողջ բալիկի ծնունդ։
Բայց շատ դեպքերում մենք ունենում ենք նաև վատ ավարտներ, առաջին եռամսյակում, երկրորդ եւ երրորդ եռամսյակում, ինչի հետ կապված խնդրում եմ եւ հորդորում եմ բնակչությանը պահպանեն բոլոր կանոնները, որպեսզի մեր հղիների մոտ չլինեն խնդիրներ կապված COVID-ի հետ։ Կովիդի համավարակը եւս մեկ անգամ ապացուցեց կանխարգելման կարեւորությունը եւ ցույց տվեց, որ զգուշավորության պարզ կանոններին հետևելու եւ պատվաստվելու դեպքում հնարավոր է ոչ միայն ապահովագրել սեփական կյանքը, այլև ուղղակիորեն մասնակցել համավարակի դեմ պայքարին։ Որպես COVID առաջնագծում աշխատող բժիշկ, ով առավոտից երեկո ընտանիքից հեռու գտնվելով պայքարում է մարդկանց կյանքի համար, ուզում եմ հորդորել եւ պահանջել բոլորից, որպեսզի պահպանեն հակահամաճարակային բոլոր կանոնները, կրեն դիմակ եւ ամենակարևորը է պատվաստվեն։ Իմ կարծիքով բոլորիս փրկությունը ի վերջո պատվաստվելն է։ Պատվաստվիր եւ կանխարգելիր։ COVID-19-ի բարդությունները։ Պատվաստման շնորհիվ նվազում են կորոնավիրուսային հիվանդության COVID-19 դեպքերը, բժշկի այցերը, ինչպես նաև հոսպիտալացման դեպքերը։ Պատվաստվելով դուք պաշտպանում եք ձեզ եւ ձեր շրջապատը։ Անկախ հանգամանքից հիվանդացել եք COVID-19-ով թե ոչ, միևնույն է, անհրաժեշտ է պատվաստվել։ Շարունակեք հետևել հակահամաճարակային կանոններին։ Կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի լվացեք կամ ախտահանեք ձեռքերը։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն։ Սիրելի բարեկամներ, այսօրվա հաղորդումը կվերջացնեմ ոնց որ միշտ այս վերջերս հորդորում եմ պատվաստվել, միայն պատվաստվելը կարող է ազատել մեզ այս կորոնավիրուսային արհավիրքից, պետք է ասեմ ձեզ, որ գնալով մենք տեսնում ենք նոր շտամներ կորոնավիրուսի, որոնց պատճառով ավելի երիտասարդներն են ծանր սկսում տանել, չի բացառվում, որ մի օր լինի շտամ, որը կառաջացնի ծանր վիճակներ եւ մահեր երեխաների մեջ, եւ գիտնականներ արդեն ասել են, որ միայն այն երկրներում, այն հասարակություններում, բնակչություններում, որտեղ կա շատ լավ պատվաստվածություն, այսպես ասած ծածկույթ պատվաստվելու իմունիզացիայի, միայն նրանք կկարողանան հաղթահարել նման տեսակի շտամները, որտեղ ուղղակի իրար էլ չեն վարակի լինելով պատվաստված։ Մենք շատ ենք սիրում մեր երեխաներին, սիրելի բարեկամներ։ Ինչու ենք մենք ուզում անպայման այդպիսի փորձանք բերենք մեր գլխին, կարող եք ասել։ Խնդրում եմ, պատվաստվեք, դա պատվաստանյութեր հիմա կան Հայաստանում առանց խնդիրների, ով էնել 3 տեսակի պատվաստանյութով ընտրությամբ կարող եք պատվաստվել, խնդրում եմ պատվաստվեք, շնորհակալություն, ստեսություն, մի հիվանդացեք։